Բարև Ժողջան, ձեր հետ ինչպես միշտ ես եմ Gev Games-ը, ու այսօր տեղի ունեցել մի ահավոր բան։ Մոտակայքում գտնվող ատոմակայաններից մեկը պայթել է, ու եթե իմանայինք երկնքին, նայեք ինչ մառախուղ արդեն, ու գնալով էսի խստելու է։ Դրա համար հիմա ես հատուկ բլոկներ եմ զակաստվել ռադիացիայի դեմ, որ իմ տունը պաշտպանեմ։ Լավ, հլը եկեք գնանք ներս, ստենանք երբ է գալիս այդ կուրիերը։ Ժողովուրդ, բայց դուք ուղղակի չեք պատկերացնում ինչքան փող եմ ես դրան տվել։ Իմ 2 ամսվա աշխատավարձն եմ տվել այդ բլոկներին, որ իմ տունը պաշտպանեմ։ Բայց դե ինչ արած, պիտի առնենք, որ չրադիո հարվենք։ Համե ադմինները ասել են, որ հենց այս ամեն ինչ հասնի, իրանք փողերը հետ են տալու։ Minecraft-ի ադմիններն չեն խափում։ Ըհը, հեսա ոնց որ եկավ։ Բայց ուրա դաստավշիկը, սենց արագ դրեց ու գնաց։ Հա, ժողովուրդ, նայ, արագ դրեց ու գնաց։ Երևի շատ զակազներ ունի։ Լավ, դե հիմա նայեք ինչեր եմ զակազ տվել։ Գործիքներ եմ զակազ տվել առաջին հերթին, որ հարմար գործ անենք։ Էս բանալին է։ Դուռ եմ զակազ տվել երկաթից։ Էսի օդի ֆիլտրների ֆիլտրն է հենց, էսի օդի ֆիլտրի ընդդիմացի մասն է։ Էս մեկը հատուկ ռադիացիայի դեմ բլոկ է, էսը շատ խտացրած պատուհանը։ Լավ, դե եկեք արդեն սկսենք։ Եկեք մի հատ էս դուռը փոխենք սկզբի համար։ Ահա, փոխենք։ Ու բանալին դնենք ստեղ կողոս, ֆակելի փխան, ֆակելը դնենք ստեղ վերևի երևի իրը։ Ահա։ Հիմա եկեք էս սրանք ջարդենք, որ բլոկները դնենք։ Ահա։ 1, 2, 3։ Հիմա եկեք բլոկները դնենք էս։ Հատուկ սրանք ռադիացիայի դեմ բլոկներ են, ժողովուրդ։ Սենց շարելով գնանք արագ։ Ժիծիլներն է սրանցից զակազ տվին, որ դնեն, բայց իրանց էլ չի հասել։ Իրանք է իրանց տները տենց ուժեղացնեն ռադիացիայի դեմ պաշտպանում են, որ հետո չրադիո հարվեն։ Եկեք հիմա այս սրանք քանդենք, այս լավան փակենք, մի հատ եկեք սկզբի համար։ Ահա, 1, 2։ Լավան փակենք, որ հետո մեզ չխանգարի։ Ահա, եկեք մի հատ այս փետը ջարդենք։ Այս ռադիացիան ամենաուժեղը սկսելու է ազդի մի շաբաթից ինքը արդեն, բայց հիմիկվանից պետքա պաշտպանենք մեր տները, որ հետո արդեն հեշտ լինի։ Այդ մի շաբաթ հետո ասեցին ահավոր է ուժեղանալու ռադիացիան, բայց եկեք մի հատ ստե դռան տեղ բացենք։ Ըհը, այն դուռն է դնենք ստեսը։ Հա, ասին ահավոր շատ է ուժեղանալու այդ ռադիացիան, որ հետո երին առանց զաշիտնի կոստյումի բանի հելնես դուրս, կարող է մի անգամից մանաս, այդ կարգի ուժեղ է լինելու այս ռադիացիան։ Բայց եկեք գիտեք ոնց անենք, այս մեջտեղն է լրիվ քանդենք, մի հատ քառակուսի սարքենք այս տունը, այս մասն է օգտագործենք, որ տեղը մի քիչ շատ լինի։ Ես հիմա մտածում եմ արագ իմ տունը սարքեմ, որ հետո գնամ ժիծիլներին օգնեմ, որ օգնեմ իրան շուտ բրծնեն։ Ահա, սրանք է ջարդենք, ստե ես մի քանի հատ բլոկը դնենք, ժողովուրդ արդեն գործի 20%-ը արինք համարյա։ Հիմա եկեք պատուան դնենք ստեղ, ու փակենք երևի։ Մի հատով բավարարվենք պատուանը, հլը քանդենք այս կողմից, հիմա այս պատը մի հատ լրիվ քանդենք, որ արդեն բերենք ստե բլոկ շարենք։ Ու հա, իդեպ ժողովուրդ, 90%-ից ավելը ձեզանից իմ վիդեոներ նայում են առանց բաժանորդագրության։ Եթե ձեզ հետաքրքրում են իմ վիդեոները, բաժանորդագրվեք իմ ալիքին, որ տեսնեք, թե չէ օրինակ վիդեոյի մի սերիան նայեցեք, հաջորդը հենց հելավ չեք իմանա, ու տենց չեք նայի այդ սերիան, իսկ ձեզ այդ սերիան հետաքրքիր էր, ու տենց կլինի, որ դուք չնայեցիք ձեզ հետաքրքիր սերիան, ու կստացվի, որ ձեր համար այդ պատմությունը կիսատ է մնացել։ Անից որ բաժանորդագրվեք, որ իմ նոր վիդեոները միշտ տեսնեք։ Ժողջան, հեսա մեր մոտ մութը արդեն ընկավ, բայց լավ է, այս դրսի գործերը արդեն արինք, ներսինն է։ Այս պատերն է, բայց հեսա կփոխեմ։ Մնաց այս ներսի գործերը էլի։ Հատակը փոխեմ, պատալոկը փոխեմ։ Մի քիչ գործ է էլի մնաց է։ Բայց ժողովրդի մոտի ռեսուրսները քչություն են անում։ Երևի հիմա գնամ քնեմ, ավելի ճիշտ զակազ տամ նոր իրեր ու գնամ քնեմ, որ առավոտը արդեն բերած լինեն։ Բայց եկեք մի հատ կնոպկա սարքենք, այս ռիչագը մենակ ներսից կամ դրսից կլինի։ Վայ, վերջապես սարքեցի պրծա այս դուռը։ Իսկ հիմա ինչ անենք։ Եկեք պատալոկը փոխենք հիմա էլ։ Էսա ջարդենք էս հինը ու փոխենք։ Հեսա ժողջան, եկեք հոթի ֆիլտրները հիմա դնենք, մի հատ էս անկյունում դնենք։ Հեսա էս է դնենք իրա։ Որ էսի էս ձեռն ես հիմա ֆիլտրում է, էս է քաշում է։ Դնենք ու փակենք։ Էսա այսքան մասն է այսօր փակեմ ու գնամ քնեմ։ Ավելի ճիշտ են բաները զակաստամ, ինչ որ կպակասի ու գնամ քնեմ։
Էսա բլոկներս է, էսա կակրաս պրծան։ Ահա, տոշնի հերիքեց։ Էսի նայեք ինչ լավն է ֆիլտրը։ Ամենաթանկանոց ֆիլտրներից եմ զակաս տվել։ Լավ ժողովուրդ, իմ քունը արդեն տանում է։ Ես գնամ զակաս տամ ու քնեմ արդեն։ Բարի լույս Ժող ջան, արդեն առավոտ է, իրերը արդեն եկե հասել են, ինչ որ երեք զակազը իտվե։ Մի հատ ուղղակի նայեք, թե ինչեր եմ զակաս տվել։ Մի հատ թազա ֆիլտր եմ զակաս տվել, բլոկներ լիքը, տենց մաղճակալ գրքեր, նկար, տենց խառը, վենտիլատորներ։ Տենց խառը զակազ եմ տվել ամեն ինչից, որ ներսն է դնենք։ Էսա ռիչագներ եմ էլի զակաս տվել, որ այս դրամ պահը դզենք։ Եկեք քանդենք այս սունդուկը, այս դրամ պահը դզենք։ Քանդենք ես կնոպկեն ու ռիչագը դնենք։ Բայց ոնց ջոկի էլի չի դզվում ես դռների պահը։ Լավ, ես թող մնա, հետո կդզեմ։ Հիմա բացենք անցնենք, սենց հա։ Հա։ Հիմա այնի պիտի սխմեմ երևի, հա, նոր էսի։ Սխմեցինք հիմա էսի, հա։ Հա, փակվա։ Բայց շատ բարդ է, ձևը կփոխեմ։ Լավ, հիմա սկզբի համար եկեք ստեի բլոկները մի հատ քանդենք ես փայտից։ Արդեն սկսենք էլի։ Սկսենք քանդել, որ այս կողը այս հատուկ բլոկներից դնենք։ Ժողովուրդ ասում եք, չէ՞ որ սկզբում շատ թանկ է։ Ուրեմն գնացի գյուղապետից մի ամիս առաջ արդեն փող վերցրի, որ սենց արդեն սնունդ մնունդ առնեմ, տունը լցնեմ ու այս իրերից զակաս տամ։ Մի խոսքով մնաց հետ տան էլի այդ փողերը ադմինները, բայց ասել են հետ կտան։ Լսեցի ընկերս ասեց իրանց սերվերում է մի անգամ տեց բան ա եղել, էլի բայց ադմինները հետ են տվել սաղ փողերը։ Տենաս մեր սերվերը ադմինները կտան։ Հեսա մի քիչ մնացես պատից, էս է քանդենք, ու արդեն սկսենք շարելը։ Ստե մտածում եմ մի քիչ մեծոտ պատուան դնեմ, որ ստե լույս շատ ընկնի։ Մաղճակալս են մյուս անկյունում կդնեմ, մտածում եմ։ Եկեք հավաքենք հիմա այս բլոկները։ Մի հատ ֆիլտր դնենք ստեղ։ Բայց այս անում քանդենք նոր։ Ստե ցածր է յարը քանդել։ Քանդեցինք։ Այս քարերն է, վերցնենք հեսա։ Հեսա ու շարելով այսենց գնանք։ Իդեպ ժողովուրդ չեք պատիասում, թե այս բլոկները ինչ կարգի ծանր են։ Հազիվ եմ ես դնում։ Եկեք այս բլոկները ջարդենք մի հատ։ Վերցնենք։ Այս բլոկները սա հավաքում եմ, որտեվ դե հետո բնականաբար էլի հետ եմ սարքելու իմ հին տունը։ Այն հին ձևով։ Այս ամեն ինչը որ անցավ։ Հիմա ստեսենք շարենք։ Մի խոսքով լավ ժողովուրդ, հիմա այս սարքելու պահը էլ չեմ նկարի, որ չձանձրանաք, հենց ներսը արդեն իրերը դասավորել ունենք, այդ ժամանակ նոր կամերան կմիացնեմ։ Լավ դե ես գնացի։ Հեսա Ժող ջան, նայեք, թազա ֆիլտրներն եմ դնում արդեն։ Մի հատ է ֆիլտրի բլոկ ստեղ դնենք ու արդեն վենտիլատորները։ Սրանք արդեն ուրիշ ֆիլտրներ են, ժողովուրդ, նրանց պես լավը չեն, բայց սրանք շատ են։ Սրանք հիմնական օդով են ապահովելու, իսկ նրանք մաքրելու են։ Հեսա։ Այս լույսերն է կախեցի առանց ձեզ, որ աշխատել լիներ ներսը։ Պատուաններն եմ դրել, նայեք։ Այս սունդուկը, բայց եկեք այս մյուս կողմը դնենք։ Այս պատուանները Ժող ջան, գիտեք չէ՞ ինչ հզոր պատուաններ են, իրանք ինչ ամուր պատուաններ են պինդ։ Բայց լույսը քչություն է, հա, եկեք մի երկու տեղը դնենք։ Ստեղ, ստել որտե։ Եկեք հիմա մաղճակալը դնենք ստեղ։ Կողմը մի հատ լույս դնենք, որ համ լուսավոր լինի, համ է քնելուց կարողանամ անջատել, մոտիկ լինի։ Այս գրքերը, լավ գրքերը լե, եկեք հիմա նկարը դնենք, բայց ինչ նկար դնենք։ Չէ, սենց չէ։ Վայ, վերջապես նորմալ նկար։ Էսա նայեք, հա ինչ լավ է նայեք, հեսա հետևի գույնն է բռնում ա տան պատերի գույնի հետ։ Եկեք հիմա որտե։ Այստե մի քանի հատ աթոռ դնենք, սենց։ Հետո սեղանը կսարքենք։ Էլ ինչ դնենք։ Գրքերը եկեք դնենք, բայց որտեղ։ Եկեք այստեղ մաղճակալի վերևը միտեղ։ Թե չէ։ Հա եկեք այստեղ։ Մի բլոկ է վերև, բայց թե ստե, չէ, ստե։ Երկու հատ դնենք։ Լավ Ժող ջան, եկեք հավարտենք այսքանով, անպայման ձեր կարծիքը գրեք կոմենտներում, ինչ ավելացնեմ տան մեջ, կամ ինչ եք կարծում, կարող է արժի մի հատ ուրիշ ավելի մեծ բունկեր սարքել հողի տակ, որ ես ժիծիլները, կենթաններ վերցնենք ինչ որ բան, բոլորով ընդե հավաքվենք, որ հանկարծ էլի ինչ որ բան լինի, մենք հողի տակ ապահով լինենք։ Ու հա անպայման չմոռանաք բաժանորդագրվելու մասին, եթե ձեզ հետաքրքիր են իմ վիդեոները։ Լավ դե կոմենտներում գրեք ձեր կարծիքները, բոլորին հաջողություն։